Պարոն Դավթյան, ո՞նց եք։ Հոզը չի վնասել էսի։ Պարոն Դավթյան։ Լավ եմ, լավ։ Ճանաչում եք սրան, պարոն Դավթյան։ Չէ, չեմ ճանաչում։ Եկեք ձեզ տուն տանեմ։ Տուն։ Չէ, տուն չեմ ուզում գնալ։ Հա ուզում եք այդտեղ կտանեմ, այստեղ վտանգավոր է, պարոն Դավթյան։ Աղջկանիցս հետո իմ ապրելը ինչ իմաստ ունի։ Զանգեմ Արսենին։ Արսենին մի զանգի պետք չի։ Բայց պարոն Դավթյան։ Սրանց տեղից տար։ Լավ։ Ասա։ Արսեն ջան, մի 10 րոպե առաջ ուզում եմ պապայից սպանել։ Ինչ։ Հա ես հասա ու սպանեցի դրան։ Բայց ցելով ուզում եմ վերացնեմ պապայիդ։ Ուր է պապան։ Օֆիսում է։ Ու չի ուզում դուրս գա տարածքից։ Հեսա գալիս եմ։ Գիտեմ, որ դժվար է, մամ։ Ու ամենադժվարը քո համար է։ Բայց ծնուն մեզ հետ է։ Ու միշտ էլ մեզ հետ ամենալու։ Տեսում ես։ Հալա մորը։ Չի գալիս տուն։ Պապան էլ իրան լավ չի զգում։ Լավ չի։ Էլիզ ջան, ցավակցում եմ։ Իմ սանը։ Իմ երեխը։ Չեմ հասկանում, մի հատ դեղ չի կարելի տալ խմի պարկի հանգստանա։ Տվել եմ, խմել է։ Բայց դե այնքան են գալիս գնում, չեն թողնում գոնե մի քիչ պարկի։ Ախրանային ասեք, թող մեկը դրսում կային ներս մարդ չթողի։ Չես խոսում։ Բարեկամներ կան, հարազատներ կան, անհանգստանում են, գալիս են ցավակցելու, ոնց ներս չթողնեն։ Չեմ հասկանում։ Ո՞տ համաշը է։ Նայելու բան կա։ Որոնք այդքան բանը չեն հասկանում, դա իրանց խնդիրն է։ Արդեն եթար։ Մի քիչ էլ խմի, մի քիչ։ Աց։ Ախպերս։ Այսօր օֆիս։ Ինչ կա։ Պապային են ուզեցել սպանել։ Ոնց թե ով։ Որ իմանամ ով։ Սպասի ես եմ գալի։ Չէ, դու մնաս տե։ Ես գնամ պապային համոզեմ, բերեմ տուն։ Բա հիմա պապան։ Դավոն ժամանակին ասե։ Հիմա անդեղ է Դավոն։ Դե ես գնամ։ Լավ, գնա արի։ Արման ջան։ Ես որտեղ եմ։ Հիվանդանոցում ես, հանգիստ պարկի։ Ոնց եմ հայտնվել ստեղ։ Ինչ-որ բան հիշում ես։ Տղեկ ջան, սենց չի լինի, եկեք մեկ իրար հասկանանք ինչ է կատարվում, ինչի համար եք ստեղ հավաքվել։ Զատկացրեք։
Իմիջիայլոց ոստիկանությունից մարդ կա, ուզում է խոսի հետդ։ Վայ բժիշկ ջան, հիմա չէ։ Հիմա լավ չեմ։ Հարազատներդ էլ են այստեղ։ Ոյ, խնդրում եմ, հիմա ոչ ոքի չեմ ուզում տեսնում, ոչ ոքի։ Ինձ հեռախոսը հարկավոր։ Կտրամադրեք հեռախոս, ես պետքա զանգեմ։ Խնդրում եմ։ Ընդամենը մեկ զանգ։ Շնորհակալություն։ Ոնց է եղել ու եղել։ Չգիտեմ, ես մտա օֆիս տնամ զենքը դրել է պապայի գլխին։ Ուր է դա։ Սատկացրել եմ։ Իզոր, պետք է իմանայինք այդ ըմշումն է։ Եթե ես դրան չսպանեի, հիմա պապատ կենտրոնի չէր լինի։ Ոնց է պապան։ Պապատ գոյություն չունի։ Անես տպավորությունն է, որ չի նկատում, թե շուրջ ինչ է կատարվում։ Հենց հիմիկվանից սաղին հավաքի ու պարզեք այդ ըմշումն է։ Ես դրան պիտի իմ ձեռքերով քերթեմ։ Լավ։ Elisa. Mieliście. Ձեռքերը շփի, ձեռքերը սառուցս։ Ուզում եմ հարազատներին տեղյակ պահել, որ դուք ուշքի եք եկել։ Այ հիմա չէ էլի բժիշկ ջան։ Ալո։ Ալո, Ձինա։ Ձինա։ Հայկ, աստված իմ Հայկ։ Ոնց ես։ Էդ ես պիտի հարցնեմ, ոնց ես։ Ես մի բան եմ ուզում հասկանամ։ Դու գիտեիր, դու տեղյակ էիր այս ամենի մասին։ Ինչից։ Ինչից։ Որ ինչ շան նման պետքա սատկաստեին այս օրը գցեին։ Ոնց կարող է ես տեղյակ լինեի այդ ամեն ինչից ու տենց բան թույլ տայի։ Հիմա դու ուր ես։ Արսենից տանը։ Հա, պարզա։ Ամեն ինչ պարզա։ Պարզա։ Ալո։ Ալո։ Բժիշկ ջան, խնդրում եմ, ես ոչ ոքի չեմ ուզում տեսնել։ Ձեզ են զանգում։ Ինձ թվում է մենք իրար ասելու ոչ մի բան չունենք։ Ունենք։ Դու արդեն արել ես քո ընտրությունը։ Չէ։ Արել ես։ Մինչև վերջի վարկյանը ես մտածում էի, որ կգաս հետս։ Բայց դու արեցիր քո ընտրությունը։ Ընտրեցիր հարստությունը։ Դե վայելի։ Չէ, լսում ես, Հայկ, ես կփախնեմ, խնդրում եմ, մենակ հավատա ինձ, այս անգամ հավատա։ Ես չեմ կարող քեզ կորցնեմ։ Այս անգամ էլ չէ։
Դու գիտես ես որտեղ եմ։ Եթե ասածները ճիշտ են, հիմա կգաս իմ մոտ։ Իսկ եթե չէ, ես հոգնել եմ դատարկ ու փուչ խոսակցություններից։ Կշարունակեմ ապրել առանց քեզ։ Եթե այսքանից հետո չմեռա, առանց քեզ էլ չեմ մեռնի։ Լսեցիր, Ձինա։ Սիրում եմ քեզ։ Շատ եմ սիրում։ Սերը ասելով չի, ապացուցի, Ձինա։ Բժիշկ ջան, ես ոչ ոքի չեմ ուզում տնեմ, ուզում եմ քնեմ։ Ստվացիմ, հայկը դուրս է եկել կոմայից, դուրս է եկել։ Պապ, ինչի ես տեղնած, թե ինչի տուն չես գալի։ Կամ տուն, մորդ, ինչ ասեմ, բալես։ Ախր ստեղնած տելով էլ բան չես փոխի։ Կփոխեմ, բալես, կփոխեմ, իմանամ ով արը, գլուխը կպոկեմ։ Այս դրանով Սոնային հետ չեմ բերի։ Պապ, հիմա մենք շատ հարցեր ունենք հասկանալու։ Լուսին պետք է ասենք։ Չէ։ Ոնց չէ։ Թող չիմանա։ Պապ, բայց տենց ճիշտ չի։ Բալաջան։ Այս աշխարհում այնքան բան ճիշտ չի։ Հետո կխոսանք։ Ուղղակի ուզում էի ասել, որ դի կոմայից դուրս է եկել։ Նոր մերը մտավ մոտը։ Հասկացա։ Գնանք տուն, պապ ջան։ Լավ։ Լավ, բալես, գնանք տուն, գնանք։ Խեղդեմ քեզ, Սարա։ Սարա, խեղդեմ քեզ, Սարա, խեղդեմ քեզ։ Սարա։ Գնա։ Սարա, կներես ինձ, խնդրում եմ։ Չկպնես ինձ։ Գնա։ Չհամարձակվես էլ այստեղ գալ։ Սարա, մոռացի ես ավելի չի, խնդրում եմ։ Ես արդեն դա արել եմ։ Ես արդեն քեզ մոռացել եմ ու քեզ էլ նույն խորհուրդն եմ տալիս։ Մոռացել ես ինձ, հա։ Ինձ ես մոռացել, թե ուրիշին ես գտել։ Քեզ համար մեկ չի։ Գնա։ Ես քո մեծագույն սխալն է։ Ես քո մեծագույն Գնա։ Ես քո մեծագույն սխալն է։ Գնա այստեղից։
Ինչ էիր անում այդ տարածքում։ Վազում էի։ Այդ ժամին Ինչի վազելու համար ինչ-որ ժամա հատկացված։ Վազում եմ այն ժամին, երբ ազատ եմ լինում։ քեզ ծեծողներին ճանաչում ես։ Չէ։ Իսկ ինչի համար հարցակվեցին ու տես դաժանաբար ծեծեցին քեզ։ Չգիտեմ, քննիչ ջան։ Որ բռնեք դրանց ինձ է կկանչեք, ես էլ եմ ուզում այդ հարցը տամ։ Խոսակցությունը ինչից սկսվեց։ Այդ վեճը ինչից առաջացավ։ Արդեն ասացի էլի քննիչ ջան։ Ես իմ համար իմ հավեսով վազում էի, նաուշնիկները դրած ականջիս։ Ես երաժշտության տակ եմ էլի սիրում վազել։ Հետո իրենք ավտոյով անցնում էին, սիգնալ տվեցին, հավանաբար մի քիչ ուշ քաշվեցին մի կողմ ու հարձակվեցին, գազանաբար սկսեցին ծեծել։ Անծանոթ մարդիկ մեքենայի դիմացից ուշ հեռանալու համար տենց անմարդկային ձևով քեզ ծեծել են։ Չես կարծում, որ այդ պատճառը այդքան էլ լուրջ չի։ Մեքենան լավ նշեցիր քննիչ ջան։ Նայած ում մեքենայի դիմացն ես փակում։ Իսկ ում մեքենայի դիմացն էիր փակում։ Այդ մեկը չգիտեմ, չեմ կարող ասեմ։ Առաջի անգամ էի տեսնում։ Իսկ եթե տեսնես կճանաչես։ Կարծում եմ կճանաչեմ։ Իսկ կա ինչ-որ բան, որով կարաս գործին օգտակար լինես։ Մեքենայի մագնիշն է, համարանիշներն է, կամ ինչ-որ անուններ էլի։ Չէ քննիչ ջան։ Ոչ մի բան չեմ տեսել։ Չեմ հիշում, չեմ ֆիքսը։ Ազիվ իմ գլուխն եմ պայել։ Mənակ հիշում եմ ոնց ջարդս տվին։ Oh!